Մեծարգո նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, իրականում շատ է ուզում խոսել հենց հանձնաժողովի հետ կապված թեմաներից ու առհասարակ մեր կատարած աշխատանքից վերջում կփորձեմ հասցնել, բայց երեք մի հարցազրույց աչքովս ընկավ, շաբաթ օրը ըստ երևույթին նկարահանված, որտեղ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը ուղիղ տեքստով ասում է հետևյալը. Բա նորմալ մարդը Սամվել Կարապետյանին թողած կգնա Նիկոլ Փաշինյանի հետևից։ Հետո ուժեղ Հայաստանի ներկայացուցչին լրագրողը հարցնում է. հա էլի նորմալ մարդը Սամվել Կարապետյանին թողած կընտրի Նիկոլ Փաշինյանին։ Մարդն է հաստատում, ասում է, բա ուժեղ Հայաստանը այսպիսով պետք չէ արդեն առանձնացնել որևիցե մեկին, սա ակնհայտորեն կուսակցության ու դաշինքի դիրքորոշումն է, հարգելի գործընկերներ, փաստացի սրանով աննորմալ է անվանում Հայաստանի Հանրապետության 720,000-ից ավել քաղաքացու։ Այս մարդկանց դիրքորոշումը դա է, այս մարդկանց մոտեցումը դա է, որ նորմալ մարդը ուղղակի չէր կարող չընտրել Սամվել Կարապետյանին։ Նորմալ մարդը պիտի ընտրեր Սամվել Կարապետյանին, իսկ ով էլ որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ 720,000 մարդը աննորմալ է այս մարդկանց պատկերացումը։ Ես իհարկե չգիտեմ նորմալի ու աննորմալի մասին ուժեղ Հայաստան դաշինքի պատկերացումները, բայց դրանք ըստ ինձ փոքր-ինչ տարակուսելի են առնվազն, քանի որ երբ որ քաղաքական ուժը առհասարակ մտածում է, որ ինքը կարա 730,000 հոգու աննորմալ անվանի, հարգելի գործընկերներ, թույլ տվեք պնդել, որ դա արդեն իսկ աննորմալ է։ Դուք այստեղ շատ լավ օրինակներ ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ժեղ, օխլոս, նմանատիպ բաներ անվանած խմբակցության ներկայացուցիչների։ Էլ ավելի հետաքրքիր ներկայացուցիչներ կան, դրանից ազգային ժողովից դուրս է սպայի դրության, որոնք նախկինում նստում էին այս խմբակցության փոխարեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ առհասարակ պետք է զգույշ խոսել, շատ զգույշ է պետք խոսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որովհետև հարգելի գործընկերներ, ես չգիտեմ իհարկե դուք որքան կապիտալ, որքան գումար ունեք, բայց թույլ տվեք ձեզ ասել, որ եթե նույնիսկ դուք աշխարհի հարստություն ունենաք, դա ձեզ թույլ չի տալի Հայաստանի Հանրապետության ժողովրդին վիրավորել։ Դա ձեզ թույլ չի տալի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վիրավորել։ Հատկապես վիրավորել մի բանի համար, որ այդ քաղաքացին չի վաճառվել։ Ինչևէ, շատ խոսվեց հեծի մասին անցած օրերին։ Թույլ տվեք մի քանի բան էլ ես արտահայտեմ հեծի մասին։ Հեծն էլ հոր ռուսական օլիգարխիային է պատկանում, ամենավատ մոնոպոլ կազմակերպությունն է։ Համարյա մարզով մեկ հոսանք չունենք, չնայած նորմալ է դա, նոր բան չի, մութ ու ցուրտ տեսած սերունդ ենք։ Հետաքրքիր միտք է, չէ՞։ Հեսա կասեմ ինչ մասն է։ Երեկվանից մասնավորապես ժամը 22:30-ից Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում էլեկտրականություն չկա ու հայ էլեկտրական ցանցեր ՓԲ-ն թքած ունի, թե մարդիկ այս սառնամանիքին կցրտահարվեն կամ ինչ պիտի անեն։ Սա առաջին դեպքը չի ու տարվա որ եղանակին ու ժամին ուզում են առանց տեղյակ պահելու անջատում են, որի հետևանքով մարդկանց տեխնիկան է փչացել, օրինակ նոթբուքս։ Երբ պետքա այս ամենաթողությանը վերջ տրվի, չէ որ մենք վճարում ենք տասնապատիկ ավել հեծի մատուցած ծառայությունների դիմաց, իսկ մարդկանց ով է փոխհատուցելու պատճառած վնասի համար, թե մտածում են գյուղերում մարդիկ չեն ապրում ու պետքա միշտ անտեսել, հեծին դատել ու վտարել է պետք։ Պարոն Կարապետյան, մի ընդհատեք, այս մտքերը գիտեք ինչ, պարոն Կարապետյան, մի վարքյան, այս մտքերը գիտեք ինչով են ծանրակշիռ։ Այս միտքը օրինակ գրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ձեր խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի կողմից։ Հարգելի գործընկերներ, մենք այստեղ ձեզ ասելու բան չունենք, հասկանում եք, հեծի մասով ես չի որ պետքա ձեզ գնահատական տամ, ձեր գնահատականը ձեզ արդեն իսկ տված է ձեր խմբակցության կողմից։ Տենց խեթ հայացքներով մի նայեք Տիկին Ավետիսյանին, հարգելի գործընկերներ։ Տիկին Ավետիսյան, դուք ունեք խոսքի ազատություն, կարծիքի ազատություն ու դուք պաշտպանված եք Հայաստանի Հանրապետությունում, եթե որևէ մեկը կփորձի բռնանալ ձեր կարծիքի վրա, կարող եք դիմել կպաշտպան։ Նախորդն էլ էր Տիկին Ավետիսյանը գրել, այդ արդեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, այ որ ասում էր հեծն էլ հոր ռուսական օլիգարխիային է պատկանում այդ։ Տիկին Ավետիսյան, շատ ողջունում եմ ձեր շրջահայացությունը, հեռատեսությունը եւ սեփական կարծիքը արտահայտելու քաջությունը ձեր էջից է։ Ինչևէ, բայց նորմալին ու աննորմալին վերադառնալով հարգելի գործընկերներ,
ասում ենք, որն է նորմալ, քաղաքացին է նորմալ, թե ես մեկն է նորմալ։ Հարգելի գործընկերներ, 126,000 դրամով ես գիտեք դե Իջևանում եմ ծնվել, բայց Զեյթունում եմ մեծացել, Զեյթունցի եմ, պարոն Գաբրիելյանն է Զեյթունցի եւ կներեք, բայց այս հեծի թեմաներից իմ Զեյթունցի արժանապատվությունը ու մեր թաղի ժողովրդինն էլ շատ վիրավորված է։ Ուրեմն Զեյթունում երբ որ ահռելի պարկինգը 126,000-ով ամսական վարձով եք տվել հեծին պատկանող ու գնացել Մալացիայում 12 միլիոնով վերցրել եք, թող ներեն Մալացիայի մեր գործընկերներ, բայց ես ու պարոն Գաբրիելյանը այդ միտքը մի տեսակ ծանր ենք տանում, էլի։ Այդ երբանից Զեյթունը դարավ 126,000, նույնատիպ բանը Մալացիայում 12 միլիոն։ Հարգելի գործընկերներ, էտա ձեր պատկերացրած նորմալ, ասում մեր գրպանիցը, Ժորժը, էդ ի՞նչ բիզնես մոդել է։ Այսինքն այդ ի՞նչ բիզնես մոդել է, ձեր գրպանից, հում գրպանից ուզում ան, այդ ի՞նչ այդ նորմալ է, այտենց բիզնես են անում առհասարակ։ Այդ որ սիստեմով է տենց, որ դու ունես օրինակ, չգիտեմ, բաժակ, այս բաժակը տալիս ես վարձով 126,000 դրամով, ու մի հատ ուրիշ նույնական համարյա բաժակ վերցնում ես 12 միլիոն դրամով։ Այդ ի՞նչ սիստեմ է։ Այդ նորմալ է առհասարակ, այդ փողերի շարժը նորմալ է, այդ ի՞նչ փողեր է։ Այդ մաքուր փողեր են, այդ ի՞նչ է ժողովուրդ։ Այդ ի՞նչ է։ Ես այդպես բիզնես չգիտեմ որպես այդ։ Ասում եք բանը, ասում եք Հալիձորի մանկապարտեզի վրա հավելագրումներ է կար։ Ես ասում եմ, հա, բացահայտել ենք, հիմա ձեր վաղտել ալնում։ Այո, բայց գիտեք տարբերությունը որն է, պարոն Ղազարյան, որ մեր մոտ հիմա որ ելնում է, քանի հատ հաղորդում կա տված ոստիկանություն, դուք տվել եք հաղորդումներ։ Ոստիկանություն հաղորդումներ տվել եք, հեչ մարդ կա, որ այդ գործով գնացել է քրեական վարույթով անցել է։ Ներողություն էլի։ Ներողություն, պարոն Ալեքսան, մի վայրկյան։ Հարգելի գործընկերներ, անընդհատ տեղից արձագանքում եք։ Մի արձագանքեք, դուք ունեք եզրափակիչ ելույթի իրավունք, վերջում կգաք, կարձագանքեք։ Ինքը ձեր հետ է խոսում, բայց ձեզնից այս պահին չի ակնկալում արձագանք։ Շարունակեք, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Նույն Հալիձորի մանկապարտեզի վրա ինչի է ավել փող գրվել։ Որ բանա, այդ փողով ազգային բարերարություն արվել է օրինակ։ Հեչ այդ փողով ինչ բարերարություն արվել է ավել գրած մանկապարտեզ։ Լավ էդ էլ հլա ջանդա։ Ժողովուրդ 102-րդ ռազմաբազայի վրա եք ավել փող գրել։ Ասենք այն մարդ 102-րդ ռազմաբազայի վրա ժողովուրդ։ Հետո էլ ասում եք խիա Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ։ 102-րդ ռազմաբազայի վրա ավել փող եք գրել։ Պարոն Ղազինյան, ձեզ նախազգուշացում եմ այդ ան, պարոն Ալեքսյան, Ղազինյանին նայելով մի խոսեք, ասենք Տիկին Ավետիսյանին նայելով խոսեք, որ չարձագանքի տեղից։ Հետո կասեն հարաբերությունները փչացավ, էս արեց, այն արեց։ Բա սենց ոնց կլինի ժողովուրդ ջան։ Բայց լավ, այս հեծի մասին դեռ շատ ենք խոսել, ինձ թվում է այնուամենայն։ Սիրելի քաղաքացիներ, անցած տարիների ընթացքում հիմա քննարկվում է հենց այն հանձնաժողովի հարցը, որի համակարգման տիրույթում է նաև ենթակառուցվածքների շինարարությունը։ Մենք 4735 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել ապրիլի դրությամբ, հիմա այս թիվը միանշանակ շատ ավելի շատ է, 4735 կիլոմետր ճանապարհ։ Ես հիշում եմ, օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի բանն էին նկարում, նախընտրական հոլովակն էին նկարում, հպարտորեն մեջ ասում էր, որ 10 տարում կառուցվել է 1000 կիլոմետր ճանապարհ, այն էլ Լինսի հիմնադրամով բանով հիշում եք այն հայտնի պատմությունները, 4735 կիլոմետր ճանապարհ, 1757 կիլոմետր լուսավորություն է անցկացվել ճանապարհային, սիրելի քաղաքացիներ։ Այս ամեն ինչը արվել է ձեր հարկերով, ձեր միջոցներով, բայց այդ ամեն ինչը արվել է ձեր համար։ Այդ ամեն ինչը արվել է նրա համար, որ ձեր երեխաները իմանան, թե ինչ է նշանակում ապրել բարեկեցիկ կյանքով, որ ձեր երեխաները հասկանան, որ հասարակ ասֆալտապատ ճանապարհ ունենալը սեփական գյուղում կամ քաղաքում դա ինչ-որ մի չգիտեմ ինչ, տեսնված, չլսված հաճույք չի, այլ դա հասարակ մարդկային կյանքի նվազագույն նորմա, որը պետությունը պետք է ապահովի եւ ինչը հարգելի գործընկերները երկու խմբակցությունների չեն արել իրենց կառավարման 20 եւ ավելի տարիներին, չեն արել, բայց դրա փոխարեն բազմապատիկ աճել է նրանց ընտանիքների կապիտալը, միանշանակ աճել է, անտարակույս աճել է, նույնիսկ հակադարձ համեմատական է եղել Հայաստանի Հանրապետությունում կառուցված ենթակառուցվածքների։ Այս ամեն ինչը մենք արել ենք եւ այս ամեն ինչը մենք շարունակելու ենք անենք։ Իհարկե այդ ընթացքում կգնան հարգելի գործընկերներ, կգտնեն կառուցվող մանկապարտեզներ եւ կստուգեն արդյոք կառուցվող մանկապարտեզի պատի վրա ներկը բավականաչափ ամուրակպած թե չէ, եւ ես շատ ողջունում եմ այդ գործունեությունը։ Բայց մեր հարգելի գործընկերները պիտի չմոռանան, որ խնդիրն այն է, որ պետությունը 30 տարի մանկապարտեզ չի կառուցել եւ հիմա փաստացի պետություն կառուցող
մանկապարտեզը ճիշտ կառուցող ընկերություն գտնելը շատ դժվար է։ Վառ օրինակ Տաշիր կոնստրակտ ընկերությունը, որը Գեղարքունիքի մարզում դպրոց կառուցեց, բայց կառուցեց այնքան անորակ, որ ստիպեցին քանդի կեսից ու նորից կառուցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իրինա Յոլյան,